գիտեք նաև, որ այս նստաշրջանը հատկանշական է մեր պետության համար, որովհետև այնտեղ դրված է օրակարգում երկու հակահայկական բանաձևեր, որոնք կարելի ասել աննախադեպ են իրենց ձևակերպումներով եւ իրենց մեջտեղ գտած տարբեր տերմինաբանություններով, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մոտեցումներին եւ ընդհանրապես կարելի ասել խեղաթյուրում են միջազգային հանրության տեսակետները Ղարաբաղի հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել քաղաքական դաշտում, հասարակական դաշտում բավականին վերլուծություններ են եղել։ Ես կուզենայի ուղղակի մի քանի կետով անդրադառնալ այդ բանաձևերի ոչ լիարժեք իրավական եւ նույնիսկ քաղաքական լինելուն, որովհետեւ երևի թե այս բաների մասին չի խոսվել, կուզենայի այսօր նշել, որ բանաձևերը իրենց մեջ ներառնում են ԵԽԽՎ կանոնադրության հիմնական սկզբունքների խախտումները, դա է ԵԽԽՎ կանոնադրության 1.1.3 կետի խախտումը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն եւ զեկուցողների պարտադիր այցելություն բոլոր շահագրգիռ կողմերին եւ այդ կետի խախտումով ԵԽԽՎ-ն թույլ է տալիս միակողմանի մոտեցումներ։ Հերիք չի, որ գիտեք, հայտնի է այդ զեկույցներից մեկի հեղինակ Ռոբերտ Վոլտերը, որի կինը Ադրբեջանի քաղաքացի է եւ Ադրբեջանում ունի բավականաչափ լուրջ կապեր, այդ թվում ինքը Վոլտերը ստացել է Թուրքիայի քաղաքացիություն, Թուրքիայի անձնագիր եւ հայտնի է իր մոտեցումներով, նա նաև չի այցելել տարածաշրջան եւ իր զեկույցում գրել է այն բաների մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղահանվել են ադրբեջանցիներ, բայց նույնիսկ մեկ բառ նշած չէ, թե Լեռնային Ղարաբաղի եւ այդ տարածքներից ինչքան հայեր են տեղահանվել 90-ականներին, մոտ 450,000 հայի մասին է խոսքը գնում, որը նույնիսկ մեկ բառով նշված չէ։ Այսինքն միջազգային հանրությանը խեղաթյուրման մեջ են մտցնում հենց այդ տարբերակով եւս։ Ես ասեմ նաեւ, որ այդ ԵԽԽՎ կանոնադրության խախտումների վերաբերյալ մեր պատվիրակությունը բազմաթիվ քննարկումներ է ունեցել եւ տեղեկացրել է տարբեր միջազգային պատվիրակություններին, տարբեր ատյաններին, բայց իհարկե գլխավոր իրադարձությունը տեղի կունենա քվեարկությանը, թե ինչպես այդ պատվիրակությունները որոշում կկայացնեն քվեարկել եւ ինչպիսի արդյունք կունենա ի վերջո այդ քվեարկությունը։ Ես ասեմ, որ շատ փակագծեր ես ցավոք սրտի այսօր չեմ կարող բացել ձեր առջև, բայց վստահ եղեք, որ հայկական պատվիրակությունը եւ ոչ միայն հայկական պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը եւ տարբեր մեր երկրի արտաքին քաղաքականությամբ զբաղվող նաեւ շատ պաշտոնյաներ եւ գործիչներ բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի ամեն հնարավոր ջանքերը գործադրել են, որպեսզի մենք գրանցենք հաջողություն, բայց ինչպես գիտեք, ամեն ինչ չի կախված մեզանից։ Մենք չենք ուզում այսօր բարձր ինչ-որ հայտարարություններ անել, համենայն դեպս մենք ամեն ինչ անելու ենք, որ արդյունքները լինեն մինիմալիզացված, մեր դեմ աշխատող բացասական երևույթները մենք փորձելու ենք կանխել։ Մնացյալը արդեն կերևա ամսի 26-ին քվեարկության ժամանակ։ Խնդրեմ։ 26-ին է քվեարկությունը լինելու։ Ես նաև գիտեք ինչ կուզենայի ասեի, որ ինչպես գիտեք, ԵԽԽՎ-ի մասին մեր հասարակությունում այդքան լայն ինչ-որ տենց հետաքրքրություն չկար, բայց այս բանաձևերի հետ կապված շատ մեծ արձագանքներ եղավ եւ քննարկումներ եղավ։ Ես հետևում եմ նաև սոցիալական ցանցերում տեղի ունեցող այն քվեարկությանը, որը այսօր իրականացվում է on-line ռեժիմով, քաղաքացիներ են միանում տարբեր աշխարհից, տարբեր երկրներից։ Իհարկե պետք է նաև ձեր աջակցությամբ այդ տեքստը տարածում ստանա ամբողջ աշխարհում, որպեսզի շատ հայեր եւ ոչ միայն հայեր ստորագրեն այդ անարդարության կանխելու հետ կապված եւ մենք կարողանանք նաեւ ունենալ նման փաստաթղթի տակ ստորագրություն, որպեսզի ԵԽԽՎ-ն ուշադրություն դարձնի այդ միակողմանի զեկույցներին։ Դրանք մի զեկույցներ են, որոնք խախտելու են Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում վարվող խաղաղ բանակցային գործընթացը։ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է խաղաղ բանակցային գործընթացի վերաբերյալ ձևակերպումներ հնչեն
որոնք որ երբևիցե տեղ չեն գտել Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Օկուպացված տարածքներ բառակապակցությունը երբևիցե չի օգտագործվել Մինսկի խմբի ձևաչափում։ Այսինքն սա նորություն է, սա մի նոր քարոզչական զենք է լինելու մեր դեմ, որը օգտագործելու են մեր հակառակորդները։ Եվ դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս հարցը իրականում չկարողանա հասնի իր գագաթնակետին եւ ստանա իրենց ցկտած ցանկացած լուծումը։